Տանք ժողովուրդ ջան, այս մեր տեղեքի համաձայնությամբ այսօր չենք կպցնում, բայց արժանի տեղը ունի, որ պետք է միշտ լինի այստեղ ու ամբողջ համայնքը եվրոպական պետք է տեսնի, որ Հայաստանում իրենք համայնք չունեն, կամ եթե ունեն, մենակ այս շենքն ու այս դրոշը։ Իրանց տրվում է վարձով այս գրասենյակը, քանի որ կարող է ուրիշ ավելի լավ իրավապաշտպան կազմակերպություններ որոշեն վերցնել այս շենքը եւ մարդու իրավունքների մասին ավելի լավ խոսել։ Տրվում է վարձով, տեղեքը զուտ չեն ուզում, որ մենք էսի կպցնենք, բայց թող իմանան, որ այս շենքը տրվում է վարձով։ Դուք նշեցիք, որ լրացումից հավասարական Ինչպես խոսքի մեջ էլ նշեցի, կներեք, ինչպես խոսքի մեջ էլ նշեցի, Եվրոպական միությունը մինչև 2018 թվականը բոլոր խախտումների կամ ճակերտավոր խախտումների մասին միշտ արձանագրում էր եւ բարձրաձայնում էր, սակայն 2018 թվականից հետո Եվրոպական միությունը որոշել է լռել ու այդ լռությունը բերել է այս նկարում պատկերված մարդկանց բանտարկությանը, որոնք քաղաքական պատվերով են բանտարկվել, որոնք հաստ չեն եղել երկրում տիրող իրավիճակի հետ ու իրենց արդարացի զայրույթը արտահայտել են իշխանությունների պատվերով քաղբանտարկյալ են դարձել, Եվրոպական միությունը դրա վրա աշկ է փակել ու այս տեմպերով միշտ էլ աշկ փակելու է, ինչքան հասկանում ենք, քանի որ մինչև այսօր ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել։ Այդ իրանց կարային հարցնենք, բայց ափսոս չեն գործում, չեն կարող հարցնենք։ Դե կարանք նաև տենց էլ կապենք, բայց իրանց փոխարեն ես չեմ կարող պատասխանեմ, հակառակը մենք պահանջում ենք, որ իրանք պատասխանեն։ Մենք իրանց տեղը չենք կարող պատասխանել։ Դե ինձ թվում է չի լինի, քանի որ մենք տեսել ենք 5 տարի անցել արդեն պատերազմից եւ ոչ մի դրական տեղաշարժ կամ ընտրովի ընտրություններից առաջ կամ ինչ-որ քաղաքական դրդապատճառներով 1 կամ 2 հոգու հետ վերադարձնել եւ դա քաղաքականապես ձևակերպումներ, քաղաքականապես փաթաթել ժողովրդի գլխին, դա ինձ չի թվում, որ Արարատ Միրզոյանի կամ այլ դիվանագետի բանակցությունների արդյունք է, դա զուտ խնդրանքի կարգով կամ չեմ կարող ձևակերպումը ճիշտ տամ, լինում է, որ մեր իշխանություններին անհրաժեշտ են լինում, մարդիկ բերվում են ու լինում է, որ մեր իշխանություններին անհրաժեշտ է լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բանտարկել ու բանտարկում են։ Ես չեմ կարող Հայաստանի իշխանությունների վրա վստահ լինել, որ մեր քաղաքացիներին կբերեն Բաքվից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բանտարկվում են Հայաստանում։ Նախ իմ կարծիքն է ու երևի ցանկացած գիտակից մարդ նույն ենթադրությունները կարող է անել, տեսնելով այս 5-6 տարիների ընթացքում թե ինչ քաղաքականություն են վարում Ադրբեջանի իշխանությունները եւ Հայաստանի իշխանությունները համատեղ։ Հիմա ես չեմ կարծում Եվրամիությունը պետքան կույր է ու չի տեսնում, թե Հայաստանում ինչ է կատարվում, նույն Անդրանիկ Չամչյանը Հույդա երիտասարդական միության անդամ ստրայք բոլի զենքել չի խաղալիքների համար բանտարկվել է։ Հիմա տնային կալանքի մեջ է, բայց դա նույնպես բանտարկություն է ու ես չեմ կարծում Եվրոպական միությունը տենց ահա սարսուռ տեսքով զենքեր տեսնելով կամ եսիմ ինչ անելով մտածում է, որ հա իրոքից այս տեղեմ բանտարկյալ չի, այլ ահաբեկիչ է կամ նման որակումներ տա։ Քաղաքական պատվեր, քաղաքական ճնշումներ, որոնք մենք այդ ճնշումները պատվով տանելու ենք ու հաղթահարելու ենք բոլոր ճնշումները, հասնելու ենք արդարության։ Միջոցառումները շարունակական բնույթ են կերելու, ինչքան Եվրոպական միությունը ճիշտ արձանագրումներ չանի, ճիշտ հայտարարություններ չանի, այդքան մենք գալու ենք անհրաժեշտության դեպքում շաբաթներով, ամիսներով մենք կարող ենք գալ ու իրենցից պահանջել, բայց հուսամ բանը դրան չի հասնի եւ Եվրոպական միությունը կսկսի արդեն արդար խոսալ։